Դուք ժամկետներ նշեցիք Միսկի խմբի լուծարման հետ կապված, եթե չեմ սխալվում, ասեցիք ոչ ուշ քան դեկտեմբերը, իսկ եթե չի լինում արդեն Միսկի խումբը այս դեպքում ինչպես է ԵՀԿ-ն պատկերացնում խնդրի կարգավորումը մասնավորապես արցախահայերի իրենց տներ վերադարձի հետ կապված եւ ընդհանրապես իրենց միջազգային իրավունքի վերականգնման հետ կապված Կա արդյոք տարբերակ եւ ընդհանրապես ԵԱԿ-ի հետագա գործունեությունը տարածաշրջանում Միսկի խմբի լուծարումից հետո որն է լինելու։ Եվ պարոն Միրզոյան, մեկ հարց էլ ձեզ, լեական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել էիք, որ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշում հոգնակիով էիք նշել, այսինքն մի քանի նախապայմաններ, հայտնի է, որ մեկը դա սահմանադրության փոփոխությունն է, մյուսը ԵԱԿ Միսկի խումբներ, Միսկի խմբի հետ կապված արդեն հստակություն կա, մյուս նախապայմանները սահմանադրությունից զատ որոնք են։ Thank you for the question. I will be very brief. Yes. Շատ հագիր կպատասխանեմ այո, Մինսկի կառույցը փակվեն ոչ ավելի ուշ, քան դեկտեմբերի 1-ը։ Եվ մենք բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ։ Առաջ ընթանալով, իսկապես խորքային քննարկում ենք ունեցանք պարոն նախարարի հետ, եւ ԵԱՀԿ-ն իհարկե պատրաստական է աջակցելու սատարելու խաղաղությանը, դիմակայունությանը Հայաստանում եւ տարածաշրջանում։ Հատուկ շեշտադրումը կլինի այնտեղ, որտեղ նաև Հայաստանը կարող է ավելացված արժեքով հանդես գալ, տնտեսական բաղադրիչում կլինի, ինչպես նաև շրջակա միջավայրի եւ կլիմայի ուղղությամբ։